Ողջույն բոլորին, USR Media YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ եւ անչափ հետաքրքիր ու բազմաբովանդակ լրատվական թողարկում եմ պատրաստել, այնպես որ բաժանորդագրվեք ալիքին եւ եղեք տեղեկացված, իսկ մենք սկսում ենք։ Այսօր առավոտյան ինքնաթիռ է կործանվել Հյուսիսային Կարոլինայում, այս մասին մեր առաջին թողարկմանը խոսել եմ, ավելի տեղեկատվական լուրը հայտնեմ։ Ավիավթարը տեղի ունեցել թռիչքից կարճ ժամանակ անց, երբ փորձել են վերադառնալ օդանավակայան։ Իշխանությունների հաղորդմամբ ինքնաթիռում գտնվող բոլոր 7 անձիկ զոհվել են, այդ թվում նախկին ասկարի ավտոարշավորդ Գրեգ Բիֆլը եւ նրա ընտանիքի անդամները։ Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ, ինչպես նաեւ պարզ չէ, թե ինչու ինքնաթիռը վերադարձել օդանավակայան մառախուղային եւ անպամած եղանակային պայմաններում։ Գրեգ Բիֆլը ինքնաթիռում եղել է կնոջ Քրիստինայի եւ երեխաների Ռայդերի ու Էմայի հետ։ Ինքնաթիռում գտնվող մյուս զոհերը ճանաչվել են որպես Դենիս Դաթեն, նրա որդի Ջեքը եւ Քրեյգ Ուոթսվորդը։ Վերջինս Բիֆլի մտերիմ ընկերն էր եւ օգնում էր նրան տարբեր աշխատանքներում, այդ թվում Հելեն Փոթորիկից տուժած շրջաններ օգնություն հասցնելիս։ Գրեգ Բիֆլը 55 տարեկան էր, նա NASCAR-ի 3 մրցաշարային դասակարգերում հաղթել է ավելի քան 50 մրցաշարում, այդ թվում 19 հաղթանակ, Cup Series-ում, նա նաև դարձել է Truck Series-ի չեմպիոն 2000 թվականին եւ Xfinity Series-ի չեմպիոն 2002 թվականին։ Դեպքը հետաքննում են ԱՄՆ ազգային տրանսպորտային անվտանգության խորհուրդը, NTSB-ն եւ Դաշնային ավիացիոն վարչությունը FAA-ը։ 2025 թվականի ավարտին մոտենալուն զուգահեռ ԱՄՆ-ում այս տարի NTSB-ի կողմից հետաքննվել է արդեն 1331 ավիավթար, սկսած փոքր երկտեղան ինքնաթիռներից մինչև կոմերցիոն թռիչքներ կատարողներ։ Այսօր վաղ առավոտյան անհայտ տղամարդը ներխուժել է Վննայս օդանավականի թռիչքային դպրոցի անգար եւ փորձել ինքնաթիռ գողանալ, սակայն չի կարողացել օդ բարձրանալ ու վթարի է ենթարկվել մինչև թռիչքը սկսել է։ LA Flight Academy-ի սեփականատեր Էնթոնի Ներսեսյանը հայտնել է, որ կասկածյալը ինչ որ կերպ մուտք է գործել օդանավականի տարածք, կոտրել է անգարի դուռը, գործարկել է ինքնաթիռի շարժիչ ու սկսել է առաջ շարժվել, հավանաբար փորձելով թռիչք կատարել։ Նրա խոսքով տղամարդը ինքնաթիռը գետնի վրա տեղաշարժել է մոտ 50-ից 60 ֆուտ, որից հետո բախվել է անգարին, պատճառելով զգալի վնաս ինչպես ինքնաթիռին, այնպես էլ շինությանը ու մոտակայքում կայանված Porsche մակնիշի ավտոմեքենային։ Իշխանությունների հաղորդմամբ կասկածյալը 37-ամյա Սեֆեր Անոլոգան է։ Նա ձերբակալվել է եւ կալանավորվել ինքնաթիռի գողության եւ ներխուժման մեղադրանքներով։ Միջադեպը հետաքննում են Լոս Անջելեսի օդանավականի ոստիկանությունը եւ Դաշնային հետաքննությունների բյուրոն FBI-ը։ Օրերս անդրադարձել էի Կալիֆոռնիայում սպասվող օրենքներին եւ նշել, որ կվերադառնամ այս թեմային։ Կալիֆոռնիա օրենսդիր մարմինը այս տարի ընդունել է հարյուրավոր նոր օրենքներ, որոնք ստորագրվել են նահանգապետ Գևին Նյուսոմի կողմից։ Նախորդ անգամ նշեցի, որ դրանց թվում են դեղերի գների նվազեցման միտված միջոցառումները, մասնավորապես ինսուլինի հետ կապված, ինչպես նաև պահանջներ, որոնց համաձայն բնակարանատերերը պարտավոր են բնակարաններում ապահովել սառնարաններ եւ գազօջախներ։ Ահա եւս մի քանի օրենք, որոնք ուժի մեջ կմտնեն արդեն 2026 թվականից։ Հաջորդ տարի կբարձրանա նվազագույն աշխատավարձը, հասնելով ժամում $16.90, ինչը Կալիֆոռնիան դարձնում է ԱՄՆ-ում ամենաբարձր նվազագույն աշխատավարձ ունեցող նահանգներից մեկը։ Օրենսդրական ակտ 578-ի համաձայն սննդի առաքման հարթակները, ինչպիսիք են Uber Eats-ը եւ DoorDash-ը, պարտավոր կլինեն ամբողջությամբ վերադարձնել գումարը, եթե պատվերը չի առաքվել կամ առաքվել է սխալ։ Եթե ավտոմատ համակարգերն էլ չեն կարողանում լուծել հաճախորդի խնդիրը, պարտադիր պետք է տրամադրվի հաճախորդների սպասարկման ներկայացուցիչ։ Օրենքը նաև պարտադրում է հարթակներին բացահայտ ներկայացնել առաքիչների վճարների, թեյավճարների եւ բոնուսների մանրամասն բաշխումը։ Օրենսդրական ակտ 1299-ը նախատեսում է կայանման տուգանքների նվազեցում կամ ամբողջական չեղարկում, եթե մեքենայի սեփականատերը ներկայացնի ապացույց, որ չի կարող ամբողջությամբ վճարել տուգանքը անօթևանության կամ ֆինանսական դժվարությունների պատճառով։ Տրանսպորտային միջոցի սեփականատերը նաև կարող է դիմել վճարման գրաֆիկ սահմանելու համար։ Սենատի օրինակից 627-ը արգելում է իրավապահ մարմինների աշխատակիցների մեծ մասին, ներառյալ դաշնային ներգաղթի գործակալներին, պաշտոնական գործողությունների ընթացքում դեմքի ծածկոցներ կրել Կալիֆոռնիայի տարածքում։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը սեպտեմբերին հայտարարել է, որ չի կատարի այս օրենքի պահանջները, իսկ ավելի ուշ ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատական հայց է ներկայացրել Կալիֆոռնիայի դեմ օրենքի առիթով։ Երկու ինձ համար շատ տարօրինակ օրենք եմ առանձնացրել։ 2026 թվականի հունվարի 1-ից օրենսդրական ակտ 867-ի համաձայն կատուների տերերին արգելվում է հեռացնել իրենց կենդանիների ճանկերը։ Հեռացումը ենթադրում է կատվի մատների առաջին ոսկորի անդամահատում կամ ջլերի կտրում, ճանկերի աճը կանխելու նպատակով։ Օրենքը թույլ է տալիս այս միջամտությունը միայն այն դեպքում, եթե դա բժշկական անհրաժեշտություն է առողջական խնդիրը լուծելու համար։
Եվ դիմավորեք վստահաբար ամենաանցանկալին։ 2026 թվականի հուլիսի 1-ից Կալիֆոռնիայի բոլոր պետական դպրոցները պարտավոր կլինեն ունենալ առնվազն 1 գենդերային չեզոք զուգարան, Սենատի օրինագիծ 760-ի համաձայն։ Օրենքը ի սկզբանե ընդունվել էր 2023 թվականին, սակայն դրա կիրառումը հետաձգվել էր նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ պաշտոնավարման սկզբում ստորագրված գործադիր հրամանների պատճառով, որոնք առնչվում էին տրանսգենդեր անձանց։ Չշտապեք հեռանալ, որովհետև առավել հետաքրքիր լուրերն առջևում են, բայց կրկին հիշեցնեմ, բաժանորդագրվեք ալիքին եւ անպայման տարածեք ձեր սոցիալական հարթակներով։ Կանխավ, շնորհակալ եմ։ Առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարար Ռոբերտ Քենեդի Կրտսերը հայտարարել է մի շատ խիստ ու կարևոր նաեւ նոր քայլերի մասին, որոնք ուղղված են երեխաներին քիմիական եւ իրահատական սեռափոխման միջամտություններից պաշտպանելուն։ Ասուլիսի ընթացքում Քենեդին ընդգծել է, որ սեռը հաստատող բուժումը երեխաների համար անվտանգ կամ արդյունավետ բուժում չէ եւ հակասում է բժշկության հիմնարար սկզբունքին՝ չվնասել։ Նրա խոսքով Միացյալ Նահանգներում վերջին տարիներին հազարավոր երեխաներ ենթարկվել են անշրջելի բժշկական միջամտությունների հիմնված գաղափարախոսության, այլ ոչ թե գիտական ապացույցների վրա։ Քենեդին նշել է, որ բժշկական որոշ կազմակերպություններ եւ մասնագետներ խախտել են իրենց Հիպոկրատի երդումը, վտանգելով երեխաների առողջությունն ու ապագան։ Քենեդին հայտարարել է, որ հակաքայլերը հիմնված են ավելի քան 300 էջանոց գիտական զեկույցի վրա, որը ցույց է տալիս նման միջամտությունները կարող են հանգեցնել ֆիզիկական վնասների, հոգեբանական տրավմաների, անպտղության եւ կյանքի որակի անդառնալի նվազման։ CMS-ի ղեկավար դոկտոր Մեհմեդ Օզը հայտնել է, որ միայն վերջին տարիներին պետական միջոցներից տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվել նման միջամտությունների վրա, իսկ առաջիկա 10 տարիներին այդ թիվը կարող էր հասնել առնվազն 250 միլիոն դոլարի։ Նրա խոսքով որոշ հիվանդանոցներ եւ բժիշկներ ֆինանսական շահ են ունեցել նման միջամտություններից, դրանք ներկայացնելով որպես լուծում, մինչդեռ իրականում երեխաներին պատճառվել է լուրջ վնաս։ Միացյալ Նահանգների ազգային առողջապահության ինստիտուտի ղեկավար Ջեյ Բահաթաչարյան հայտարարել է, որ դադարեցվում է պետական ֆինանսավորումը այն հետազոտությունների համար, որոնք աջակցում են անչափահասների սեռափոխմանը։ Փոխարենը ֆինանսավորվելու են ուսումնասիրություններ ուղղված արդեն վնասված երեխաների բուժմանը եւ աջակցությանը։ Նախարար Քենեդին ընդգծել է, որ վարչակազմը պատրաստ է դիմակայել դատական հայցերին ու ճնշումներին։ Մենք գիտենք, որ իրավացի ենք։ Մենք հետևում ենք գիտությանը, ոչ թե գաղափարախոսությանը, հայտարարել է նա։ Վարչակազմի խոսքով այս քայլերը նպատակ ունեն վերականգնել ապացույցների վրա հիմնված բժշկությունը եւ պաշտպանել երեխաներին այն որոշումներից, որոնք նրանք ի վիճակի չեն լիարժեք հասկանալու։ Ասուլիսի ընթացքում հուզիչ ելույթ է ունեցել Քլոե Քոուլը, նախկինում սեռափոխման միջամտությունների ենթարկված երիտասարդ կին, որը պատմել է իր անձնական փորձի կրած անդառնալի վնասների եւ ապագայի վերաբերյալ կորստի մասին։ For me, it started with being lied to about who I was. Ինձ համար ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ ընտանիքի սահմաններից դուրս գտնվող մեծահասակները ստեցին ինձ իմ ով լինելու մասին։ Ինձ ստիպեցին զգալ, որ այն կերպարը, որով Աստված ինձ գեղեցիկ ստեղծել էր, իրականում սխալ է։ Սխալ, որը հնարավոր էր ուղղել միայն այսպես կոչված ժամանակակից բժշկության միջոցով։ Իմ բժիշկները ինձ ուղղորդելու փոխարեն հաստատեցին իմ մանկական կասկածները իմ զարգացող մարմնի վերաբերյալ։ Նրանք ուժեղացրին իմ հավատը, որ ես պարզապես տղայական աղջիկ չեմ, այլ որ եթե ինձ դուր է գալիս կարճ մազ ունենալը, եթե ինձ ավելի հարմար է տղաների շրջապատում լինելը, ես ինձ պահում եմ իմ ավագ եղբայրների նման, ապա իրականում տղա եմ, որը պարզապես ծնվել է աղջկա մարմնում։ 13 տարեկանում ինձ նշանակեցին սեռահասունությունը կասեցնող դեղեր եւ բարձր դոզաներով տեստոստերոն, իսկ երբ ընդամենը 15 տարեկան էի, պիրատական ճանապարհով հեռացրին իմ կրծքերը։ Իմ հարցերը, արդյոք երբևէ կկարողանամ երեխաներ ունենալ, ինչպիսին կլինի իմ վերարտադրողական առողջական եւ ընդհանուր առողջական վիճակի ապագան, մնացին անպատասխան։ Ես երբեք չեմ կարողանա կրծքով կերակրել այն երեխաներին, որոնք հնարավոր է ունենամ։ Եվ սա տեղի ունեցավ դեռ այն ժամանակ, երբ ես նույնիսկ բավարար հասուն չէի հասկանալու, որ մի օր կարող էի ցանկանալ մայր դառնալ։ Կան արդյունքներ, որոնք ես չեմ կարող ցույց տալ աշխարհին։ Կա վիշտ, որը ես ամեն օր լուր կրում եմ իմ մեջ։ Նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով հարագացվում է մարիխուանայի վերադասակարգման գործընթացը, այն տեղափոխելով վերահսկվող նյութերի ամենախիստ առաջին աղյուսակից դեպի ավելի մեղմ երրորդ աղյուսակ։
Հիմնական նպատակը կանաբիսի բժշկական հետազոտությունների ընդլայնումն է։ Գործադիր հրամանագրով արդարադատության նախարարին հանձնարարվում է արագ ավարտին հասցնել վերադասակարգման գործընթացը։ Այս նախաձեռնությունը սկսվել էր Բայդենի վարչակազմի օրոք, սակայն այն ավարտին չէին հասցրել մինչև Թրամփի պաշտոնը ստանձնելը։ Օգոստոսին Թրամփը հրապարակավ ազդարարել էր, որ պատրաստ է շարունակել այդ գործընթացը։ Սակայն նախագահ Թրամփը շեշտել է, որ գործադիր հրամանագիրը որևէ կերպ չի նշանակում մարիխուանայի օրինականացում։ Ուզում եմ ընդգծել, որ այն հրամանագիրը, որը պատրաստվում եմ ստորագրել, մարիխուանայի օրինականացում չէ եւ որևէ ձևով չի թույլատրում դրա օգտագործումը որպես ժամանցային թմրամիջոց, հայտարարել է Թրամփը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ։ Վերահսկվող նյութերի մասին օրենքի համաձայն երրորդ աղյուսակի նյութերն ունեն ֆիզիկական եւ հոգեբանական կախվածության միջինից ցածր ռիսկ։ Վարչակազմի ներկայացուցիչները հիշեցրել են առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարության 2023 թվականի ուսումնասիրությունները, որոնց համաձայն Միացյալ Նահանգներում ավելի քան 30,000 լիցենզավորված բուժաշխատող կարողացել են բժշկական մարիխուանա առաջարկել ավելի քան 6 միլիոն գրանցված հիվանդների, առնվազն 15 տարբեր հիվանդությունների բուժման համար։ Գործադիր հրամանագրի ստորագրման ժամանակ Թրամփին միացել են նաև բժիշկներ, որոնք ողջունել են վերադասակարգումը։ Ինչպես նշել է լուրերը այսօր բազմաբովանդակ են, Բոստոնում դաշնային իշխանությունները մեղադրանք են առաջադրել 2 տղամարդու դեմ SNAP ծրագրի լայնածավալ խարդախության համար։ Խոսքը Անտոնիո Բոնների եւ Սաուլ Էլիսմեի մասին է, որոնք ըստ քննության սննդային նպաստների ծրագիրը վերածել էին բազմամիլիոնանոց ապօրինի բիզնեսի։ SNAP-ը, որը հայտնի է որպես Food Stamps, նախատեսված է ընտանիքներին սնունդ ապահովելու համար։ Սակայն մեղադրյալները նպաստները փոխանակել են կանխիկ գումարի հետ ու յուրացրել պետական միջոցները։ Քննության պարզվել է, որ նրանց պատկանող 2 փոքր խանութները չունեին համապատասխան տարածք, ապրանքային պաշար կամ ենթակառուցվածք, սակայն ամիսներով շրջանառել են 100,000-ավոր դոլարների SNAP միջոցներ։ Ըստ պաշտոնական տվյալների 2 խանութների միջոցով ապօրինի շրջանառվել է գրեթե 7 միլիոն դոլարի սննդային նպաստ։ Քողարկված ոստիկաններն են հաստատել, որ SNAP քարտերը ազատորեն կարողացել են փոխանակել կանխիկ գումարի հետ խանութների սեփականատերերի անմիջական մասնակցությամբ։ Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ խանութներում վաճառվել են բարեգործական սննդամթերքներ, որոնք նախատեսված էին սոված երեխաների համար, այդ թվում Հայիթիի։ Այդ ապրանքները վաճառքի ենթակա չէին եւ չեն էլ լինելու։ Դաշնային իշխանությունները հայտարարել են, որ սա վերահսկողության լուրջ ձախողման օրինակ է եւ ընդգծել են SNAP ծրագիրը գոյություն ունի ընտանիքներին օգնելու, ոչ թե հանցագործներին հարստացնելու համար։ ABI եւ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության տեսչությունը նշել են, որ այս գործը միայն սկիզբն է եւ SNAP խարդախության դեմ պայքարը շարունակվելու է ամբողջ երկրում։ Մեկ այլ խարդախ սխեմաների մասին Մինեսոտայում սոցիալական աջակցության մի շարք ծրագրեր դարձել են լայնածավալ խարդախության թիրախ, այնքան հեշտ շահագործվող, որ նույնիսկ խարդախ զբոսաշրջիկներ են ներգրավել այս սխեմաներում։ Այս մասին հայտարարել է դատախազի օգնական Ջո Թոմփսոնը։ Նրա խոսքով Փենսիլվանիայից 2 տղամարդ 37-ամյա Էնթոնի Ուադել Ջեֆերսոնը եւ 53-ամյա Լեսթեր Բրաունը տեղեկանալով, որ Minnesota-ի Housing Stabilization Services, նույն ինքը բնակարանային կայունացման ծառայություններ ծրագիրը հեշտ փող է ու մեկնում են Մինեսոտա, գրանցում են իրենց ընկերությունները ծրագրում, ապա վերադառնում են Փենսիլվանիա ու այնտեղից ներկայացնում են կեղծ պահանջներ։ Դատախազության տվյալներով այսպես կոչված խարդախ զբոսաշրջության միջոցով նրանք ստացել են շուրջ 3.5 միլիոն դոլար Medicaid-ի վճարումներ։ Թոմփսոնը նշել է, որ նահանգի կողմից բարձր ռիսկային համարվող եւ ներկայումս աուդիտի ենթարկվող 14 Medicaid ծրագիր 2018 թվականից ի վեր ընդհանուր հաշվով ստացել է ուշադրություն մոտ 18 միլիարդ դոլարի վճարումներ, որոնցից կեսը կամ ավելին կարող է լինել խարդախ ճանապարհով։ Դաշնային դատախազները մեղադրանքներ են ներկայացրել նաև եւս 3 անձանց Housing Stabilization Services ծրագրի խարդախ օգտագործման, ինչպես նաև 2 այլ անձանց աուտիզմ ունեցող երեխաների բուժման ծրագրի խարդախության համար։ Նախկինում արդեն մեղադրվել էր եւս 8 անձ այդ նույն բնակարանային ծրագրի շրջանակում։ Դատախազ Թոմփսոնը նաև հերքել է պնդումները, թե խարդախ ճանապարհով ստացված գումարները ուղղակիորեն փոխանցվել են ահաբեկչական խմբավորումներին, ընդգծելով, որ նման ապացույցներ չկան։ Հավելեմ, որ ամենուր հայի անուն փնտրողների համար է սա, որ ներգրաված անձանց մեծամասնությունը եղել են սոմալացիներ եւ մեր ազգի որևէ ներկայացուցիչ ներգրաված չի եղել այս սխեմաներում։
Միացյալ Նահանգների աշխատակի նախարարության 5 շաբթի հրապարակած զեկույցի համաձայն սպառողական գները Միացյալ Նահանգներում աճել են սպասվածից ավելի դանդաղ։ Սպառողական գների ինդեքսը նոյեմբերին տարեկան կտրվածքով աճել է 2.7%-ով, ինչը զգալիորեն ցածր է տնտեսագետների կանխատեսած 3.1%-ից։ Մեղմ աճը ըստ փորձագետների մեծապես պայմանավորված է տեխնիկական հանգամանքներով, կապված դաշտային կառավարության պատմության ամենաերկարատև փակման հետ, որի պատճառով հնարավոր չի եղել հավաքագրել որոշ տվյալներ։ Կառավարությունը փակման պատճառով նաև չեղարկել էր հոկտեմբեր ամսվա սպառողական գների վերաբերյալ զեկույցի հրապարակումը։ Բացի այդ, նոյեմբերյան տվյալների հավաքագրումը կատարվել է ամսվա ավելի ուշ փուլում, երբ վաճառողներն արդեն առաջարկում էին տոնական զեղչեր, ինչը նույնպես կարող էր նպաստել ցուցանիշների նվազմանը։ Տնտեսագետները կանխատեսում են, որ դեկտեմբերին գների աճը կարող է կրկին արագանալ։ Թրամփը, որը 2024 թվականի նախագահական ընտրություններում հաղթանակ էր տարել գնաճը զսպելու խոստումներով հատկապես, վերջին շաբաթներին երբեմն նվազեցրել է կյանքի թանկացման խնդրի կարևորությունը, այն անվանելով չափազանցված, երբեմն մեղադրում է նախկին նախագահ Ջո Բայդենին, իսկ մյուս դեպքերում էլ վստահեցնում է, որ ամերիկացիները հաջորդ տարի կզգան իր տնտեսական քաղաքականության դրական արդյունքները։ Ռուսաստան-Ուկրաինա թեմայով էլ կեզրափակենք, եվրոպական առաջնորդները քննարկում են Ուկրաինային աջակցելու նոր ֆինանսական մեխանիզմ, այսպես կոչված փոխհատուցման վարկի միջոցով։ Քանի որ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր դեռևս չկա, իսկ Միացյալ Նահանգների աջակցությունը նվազում է, առաջարկվող ծրագիրը նպատակ ունի մասամբ ծածկել Կիևի պաշտպանության եւ պետական բյուջեի կարիքները 2026-27 թվականներին։ Այդ կարիքները գնահատվում են մոտ $160 միլիարդ։ Եվրամիության ներսում տարաձայնություններ առաջացրած հիմնական գաղափարը վերաբերում է Եվրոպայում սառեցված Ռուսաստանի կենտրոնական բանկի ակտիվների օգտագործմանը։ Պատերազմից առաջ Ռուսաստանի կենտրոնական բանկը պարտատոմսեր էր գնել բելգիական Euroclear հաշվարկային համակարգի միջոցով։ Պատժամիջոցների պատճառով այդ պարտատոմսերից ստացված գումարները այժմ սառեցված են։ Եվրոպական հանձնաժողովի առաջարկած սխեման նախատեսում է զրոյական տոկոսադրույքով հատուկ պարտատոմսերի թողարկում, որոնք կապահովեն ռուսական սառեցված ակտիվներով։ Այս մոտեցումը թույլ է տալիս գումարներն օգտագործել Ուկրաինային վարկ տրամադրելու համար առանց ռուսական պետական ակտիվների ուղղակի բռնագրավման, ինչը միջազգային իրավունքի խախտում կհամարվեր։ Ինչպես է գործելու այս ծրագիրը։ Ըստ ծրագրի ԵՄ երկրները կարող են օգտագործել մոտ $193 միլիարդ Ռուսաստանին պատկանող սառեցված ակտիվներից, ինչը կազմում է Եվրոպայում պահվող գրեթե ամբողջ գումարը։ Ուկրաինան այդ վարկը պետք է վերադարձնի միայն այն դեպքում, երբ խաղաղության համաձայնագրի շրջանակում ստանա պատերազմի փոխհատուցում Ռուսաստանից։ Կրեմլը ծրագիրը որակել է որպես ռուսական սեփականության ապօրինի զավթում եւ նախազգուշացրել հնարավոր պատասխան քայլերի մասին։ Ռուսաստանի կենտրոնական բանկը արդեն հայց է ներկայացրել Մոսկվայում Euroclear-ի դեմ Բելգիան, որտեղ պահվում են այդ ակտիվների մեծ մասը, մտահոգություն է հայտնել, նշելով, որ չի ցանկանում միայնակ մնան հնարավոր իրավական եւ ֆինանսական ռիսկերի առաջ։ Փորձագետները նաև զգուշացնում են, որ խաղաղության վերջնական համաձայնագրում փոխհատուցման կետերի բացակայության դեպքում Ռուսաստանը կարող է պահանջել իր գումարների վերադարձը, ինչը կարող է լուրջ ֆինանսական ճնշում ստեղծել Բելգիայի վրա։ Մինչ Հունգարիան քննադատել է ծրագիրը անվանելով պատերազմի սրում, ԵՄ այլ առաջնորդներ նշում են, որ Ռուսաստանի գործողությունները սպառնալիք են Եվրոպայի սեփական անվտանգությանը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ այս հարցում Եվրոպան պետք է գործի համերաշխության սկզբունքով։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ծրագիրը անվանել է բարոյական ու արդար, այն համեմատելով թմրանյութերի առևտրականներից գումարի առգրավման կամ ահաբեկիչներից զենքի բռնագրավման հետ։ Կրեմլի հատուկ ներկայացուցիչը նախատեսում է մեկնել Ֆլորիդա քննարկելու Միացյալ Նահանգների առաջարկած ծրագիրը, որը միտված է ավարտել Ուկրաինայի պատերազմը։ Ռուսաստանի պետական բարեկեցության հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը ըստ ամերիկացի պաշտոնյայի շաբաթ օրը Մայամիում հանդիպելու է հատուկ բանագնաց Սթիվ Վիթկոֆի եւ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ։ Պաշտոնյան խոսել է անանունության պայմանով, նշելով, որ հանդիպումը դեռևս չի հրապարակայնացվել։ Նույն աղբյուրի փոխանցման Վիթկոֆն ու Քուշները Դմիտրիևի հետ կհանդիպեն Բերլինում այս շաբաթ անցկացված բանակցություններից հետո, որտեղ ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ուկրաինական եւ եվրոպական պաշտոնյաների հետ Կիևի անվտանգության երաշխիքները, տարածքային զիջումները եւ պատերազմի ավարտին ուղղված ամերիկյան ծրագրի այլ դրույթներ։ Միևնույն ժամանակ Սթիվ Վիթկոֆը ուրբաթ օրը Մայամիում հանդիպելու է Քաթարի, Եգիպտոսի եւ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու Գազայի խաղաղության ծրագրի հաջորդ փուլը։
Այս տեղեկությունն էլ հաստատել է ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան։ Գազայի խաղաղության ծրագրի առաջին փուլը մեկնարկել է հոկտեմբերի 10-ին դադարեցնելով ռազմական գործողությունները ու նախատեսելով պատանդների փոխանակում պաղեստինցի բանտարկյալների հետ։ Երկրորդ փուլը ներառում է միջազգային անվտանգության ուժի տեղակայում եւ այլ միջոցներ, սակայն դեռևս չի սկսվել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ շուտով նախատեսում է հանդիպել Թրամփի հետ տարածաշրջանում խաղաղության հնարավորությունները քննարկելու համար։ Ուկրաինայի նախագահն էլ հայտնել է, որ ուկրաինական պատվիրակությունը նախատեսում է բանակցություններ անցկացնել ԱՄՆ-ում ուրբաթ կամ շաբաթ օրերին։ Եվրոպական առաջնորդների գագաթնաժողովի ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են փոխադարձ օդային հարձակումները։ Այսօրվա համար առանձնացրել է այսքանը ես Արություն Մինասյանն եմ։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Ամենակարևորը՝ առողջ եղեք։